Երբ մենք մտածում ենք կառավարության մասին, երևի թե մեզանից շատերի մտքին միանգամից գալիս է բուրգի նման մի կառույց, ղեկավարը վերևում, իսկ մնացած բոլորը ներքևում։ Բայց պատկերացնու՞մ եք, եթե գոյություն ունենար մի լրիվ այլ մոդել։ Այսօր մենք հենց դա էլ կուսումնասիրենք։ Մի կառավարման համակարգ, որը նկարագրվում է ոչ թե վերևից ներքև, այլ հակառակը, ներքևից վերև կառուցվող։ Դե ինչ, եկեք միասին սուզվենք այս թևայի մեջ։ Դե տեսեք, հենց սկզբից դրվում է մի հսկայական հիմնարար տարբերություն։ Մի կողմում են ինչին մենք սովոր ենք, աշխարհիկ կառավարություններն են, իրենց կենտրոնացված վերևից ներքև իջեցվող իշխանությամբ։ Իսկ մյուս կողմում Աստծո թագավորության մոդելն է, որը ըստ սկզբնաղբյուրի գործում է ճիշտ հակառակ սկզբունքով՝ ներքևից վերև, ապա կենտրոնացված ձևով։ Սա ըստ էության մեր ամբողջ պատկերացումը շուռ է տալիս։ Լավ, եթե կառույցը ներքևից վերև է, ապա որտեղ է այդ ամենաներքևի կետը, ինչն է հիմքը։ Ամեն ինչի հիմքում ընկած է մի պարզ, բայց շատ հզոր միավոր՝ երեցը։ Հենց նա է ամբողջ համակարգի հիմնաքարը։ Ու այստեղ շատ կարևոր է, որ մենք ճիշտ հասկանանք, թե ով է երեցը այս համատեքստում։ Սահմանումը շատ կոնկրետ է։ Խոսքը ոչ թե ինչ-որ ընտրված պաշտոնի մասին է, չէ, սա ընտանիքի ամենատարեց տղամարդն է, ով ունի թագավորի հեղինակություն, բայց ուշադրություն, միայն իր սեփական տանը։ Սա է ամեն ինչի մեկնարկային կետը։ Լավ, ուրեմն ունենք հիմնական բջիջը՝ երեցին։ Բայց բա հետո ինչպես են այս առանձին միավորները, այս ընտանիքները իրար հետ կապվում ու դառնում ավելի մեծ մի բան։ Եկեք տեսնենք, թե ինչպես է այս համակարգը մեծանում, մասշտաբավորվում։ Դե ամեն ինչի սկիզբը ժողովն է։ Սա առաջին մակարդակն է, որտեղ ընտանիքները գալիս են իրար հետ, միավորվում են։ Ու հենց այստեղ է, որ բեմ է դուրս գալիս մեր հաջորդ դերակատարը՝ սարկավագը։ Իսկ գործընթացը, գիտեք, զարմանալիորեն պարզ է։ Պատկերացրեք, երկու կամ ավելի երեցներ որոշում են միավորվել։ Նրանք հավաքվում են ու իրենց միջից, հենց իրենց շարքերից ընտրում են մեկին, որը պետք է ծառայի իրենց փոքր խմբին։ Ոչ մի բարդություն, ոչ մի վերևից իջեցված հրաման։ Հենց այդ ընտրված անձն էլ կոչվում է սարքավագ։ Որպեսզի ուղղակի պատկերացնենք մասշտաբը, էլի, սովորաբար խոսքը գնում է մոտ 10 ընտանիքի մասին։ Այսինքն մեկ սարքավագը ծառայում է մոտավորապես 10 ընտանիքի, որոնք էլ ներկայացված են իրենց երեցներով։ Սա թույլ է տալիս, որ կապը մնա անձնական, որ մարդիկ իրոք իրար ճանաչեն ու կարողանան արդյունավետ հոգալ միմյանց կարիքները։ Հիմա ամենահետաքրքիրը։ Հիմա ամենահետաքրքիրը։ Այս կառույցը սկսում է ինքն իրեն կրկնել, բայց արդեն հաջորդ մակարդակում։ Ինչպես որ երեցն ու էլի մենք տեսնում ենք նույն սկզբունքը, բացարձակ նույն տրամաբանությունը։ Սարկավագները հավաքվում են ու իրենց շարքից ընտրում են մեկին, ով պետք է ծառայի իրենց սարկավագների խմբին։ Եվ այդ մարդը դառնում է եպիսկոպոս կամ այլ կերպ ասած, վերակացու։ Կառույցը շատ օրգանական է աճում։ Հիմա արդեն մասշտաբները մեծանում են։ Եկեք մի պահ հաշվենք։ Եթե մի սարկավագը 10 ընտանիքի է ծառայում, իսկ մի եպիսկոպոսը 10 սարկավագի, ուրեմն պարզ մաթեմատիկա է, չէ՞։ Նա արդեն գործ ունի 100 ընտանիքի հետ։ Սա արդեն հարյուրների ժողովն է։ Ու այս տրամաբանությունը կարելի է շարունակել։ Եպիսկոպոսներն էլ իրենց հերթին կարող են հավաքվել, ընտրել իրենց ծառայողին ու այդպես ստեղծել մի մակարդակ, որը կծառայի արդեն հազարավոր ընտանիքների։ Տեսնում եք, ինչքան պարզ, բայց միևնույն ժամանակ անվերջ ընդարձակվող համակարգ է։ Լավ, մենք հասկացանք, թե ինչպես է սա աշխատում։ Կառուցվածքը պարզ է։ Բայց եկեք անցնենք երևի ամենակարևոր հարցին։ Ինչու՞։ Ինչ իմաստ ունի այս ամենը։ Ո՞րն է նպատակը։ Գիտեք, այս մեջբերումը, կարծում եմ, ամեն ինչ դնում է իր տեղը։ Հիմնական նպատակը իշխելը չէ, այլ ծառայելը։ Գործնականում օգնել իրար, հոգ տանել միմյանց մասին։ Սա է, ըստ սկզբնաղբյուրի, մաքուր կրոնը, փոխադարձ աջակցության միջոցով վստահություն և միասնություն կառուցելը։ Օքեյ, բայց այդ ժողովներում կոնկրետ ինչ է տեղի ունենում։
Ինչպես տեսնում ենք այս կետերում, ամեն ինչ պտտվում է համայնքի իրական մարդկային հարաբերությունների շուրջ։ Մարդիկ կապի մեջ են մնում, կիսվում են իրենց հոգսերով, միասին փորձում են լուծումներ գտնել։ Ու մի շատ կարևոր նրբություն՝ նվիրատվությունները կամավոր են։ Սա նշանակում է չկա ոչ մի հարկադրանք, ոչ մի վերահսկողություն։ Վերջնական նպատակը փաստորեն մի այլ ապրելակերպ սովորելն է։ Մի ձև, որը հիմնված է փոխօգնության, ոչ թե իշխանության վրա։ Ուրեմն, այս ամբողջ համակարգը ուղղակի կազմակերպչական սխեմա չէ։ Սա ներկայացվում է որպես մի ճանապարհ, մի ուղի, որը տանում է դեպի մի շատ կոնկրետ նպատակ։ Եվ այդ նպատակը շատ հզոր բառով է նկարագրվում՝ ազատություն։ Եվ ահա թե որն է վերջնական նպատակը՝ մեծ պատկերը։ Սկզբնաղբյուրի համաձայն այս մոդելը Աստծո ծրագիրն է մարդկանց ազատագրելու նրանից, ինչը նկարագրվում է որպես աշխարհայիկ համակարգերի ստրկություն։ Սա ըստ էության ինքնակազմակերպման ու փոխօգնության միջոցով անկախանալու մի առաջարկ է։ Ու մենք հասանք վերջին կետին, որը ոչ թե պատասխան է, այլ հարց։ Մի հարց, որը սկզբնաղբյուրը թողնում է բաց։ Այս ողջ կառույցվածքը, այս ամբողջ գաղափարը ներկայացնելուց հետո մնում է այս մտորելու տեղիք տվող հարցը։ Սա մի բան է, որի շուրջ երևի արժե որ յուրաքանչյուրս մտածենք։ Այսքանն էր այսօրվա համար, շնորհակալություն։